Բարև ձեզ, ընկերներ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած, այդ վերջի դեպքերից եմ ուզում խոսամ, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, կենթանիներին արգրավեցին, չգիտեմ, գույքը եւ այլն եւ այլն։ Գիտես, խոսքս ուղղվում է հենց պարոն Փաշինյանին ու իշխանավորներին։ Գիտես, Սաղմոս ասելով քրիստոնյա չես դառնում։ Դաժե թե ամբողջ Աստվածաշունչը անգիր իմանաս, դու քրիստոնյա չես, եթե իրապես գրվածը չես պահում։ Բայց Աստվածաշունչը հատկապես նոր գտակարանը մեզ հորդորում է ու նաև ցույց է տալիս ռեալ օրինակով, որ մենք պետքա ներողամիտ լինենք, մենք պետքա հանդուրժող լինենք, համբերատար լինենք։ Արդարությունը ամեն դեպքում Աստծո ձեռքերում է։ Աստծոց ավել արդար ոչ մեկ չկա ու չի լինի ու բոլորն էլ, ինչքան էլ մեղ գործած լինեն, կանգնել են Աստծո դատաստանի առաջ ու Աստված դատելու է։ Գիտես, նոր գտակարանում Աստված շատ է մեզ հորդորում, որ ներողամիտ, համբերատար, սիրող, չգիտեմ, ասում եմ, մեկը մյուսին ասում եմ միայն սեր բարդ կլինեք, ուրիշ ոչինչ։ Բայց այդ նույն կենթանիները իրապես իրենք կենթանի են կոչվում, որովհետև դու կարող ես կապնվես իրանց հետ, դու կարող ես նրանց սիրես։ Ինչքան էլ չեն խոսում, ինչքան էլ, չգիտեմ, մարդկային բանականություն չունեն, բայց նրանք կենթանի են։ Ու կենթանուն պարզապես արգրավել տանել կենթանաբանական այգի, այդ նշանակում է ինչ-որ իր երեխեքին վերցնես տանես ինչ-որ մանկատուն։ Բայց դա ճիշտ չի, ընկերներ, ամեն դեպքում։ Կարելի է ինչ-որ առարկա վերցնել, ինչ-որ թանկարժեք գույք, իր, չգիտեմ, որը որ առարկա է, բայց կենթանին էլ անձնապես կապվում է Տիրոջ հետ, իրան մեծացնողի, իրան խնամողի։ Հիմա ես չեմ արդարացնում Գագիկ Ծառուկյանին, շատ սխալներ կարող ունենա, շատ սխալներ, բայց մեզնից ո՞ր մեկն է որ կարա դատի։ Ընկերներ, ուղիղ ասում եմ, պարոն Փաշինյան, քրիստոնեությունը մենակ Քրիստոսին Տեր դավանելով չի։ Քրիստոնեությունը հենց Քրիստոս լինելն է, որը հենց ներող, կամեցող, համբերող, բարձրացնող, ուղղող, որովհետև մենք էլ էինք մի ժամանակ իրապես հեթանոսների պես էինք, կամ մենք էլ շատ ժամանակ մեղավոր էինք, ու երբ որ եթում ենք մեր սենյակ, եթում ենք Աստծո մոտ, Աստված գրկապած մեզ ընդունում է, մեզ չի մատնում դատաստանին, մեն էլ արդար դատաստանին, որ իրավունք ունի ու կարա անի, ընկերներ, այլ ներող ու համբերող, ինչպես որ անառակ որդու առակում է գրած, երբ որ որդին եթում ասում է հայրը վազելով ասում է գնաց ու վիզն ընկավ, այտենց մեր Աստված շատ ժամանակ մեզ դիմավորում է, մեզ սպասում է, բայց եթե մարդը սխալվել է, ինքը իր ընտանիքը, իր երեխեքը, չգիտեմ, իրապես անարդար ճանապարհներ արել, միթե մենք ենք որ իրան դատենք, կարելի է ներողամիտ լինել, կարելի է բացատրել, կարելի է, չգիտեմ, հասկացնել, որ այդպես չի կարելի, այս ձևով չի կարելի, եթե դու դա անում ես ծածուկում, ապա մենք գիտենք, որ դու դա անում ես ծածուկում։ Ես ամեն դեպքում չեմ մտածում, որ կարելի է այտենց շատ արդարությունով դնել ու ամեն ինչ դատել, որովհետև ոչ մեկս էլ արդար չենք, եթե մեկը կարա այդ դատն անի, դա Քրիստոսն է, բայց այն էլ չի անում, ամեն անգամ ամեն մեղ գործելուց հետո են Քրիստոսի մոտ ասում են կներես մեզ, ասում են ներել եմ արի, ներել ու դաժե մոռացել եմ։ Քրիստոնյա լինել ընկերներ, հենց Քրիստոսին կրելն է, Քրիստոսին կյանքում ունենալն է ու նրան նմանելն է։ Բայց եթե ասում ենք մենք քրիստոնյա ենք ու Քրիստոսը մեր Տերն է ու Քրիստոսի ասածները չենք անում, ել ոնց կարան քրիստոնյա կոչվենք ընկերներ։ Ճշմարիտ ձեզ ասում եմ, հենց Քրիստոս իր խոսքերի մեջ ասում է ու այն հին ժողովրդին չի ասում իր ժամանակների, այլ ուղիղ ձեզ ասում է ինչի եք ինձ Տեր կոչում, բայց իմ ասածները չեք անում։ Միթե Քրիստոսը չի ասել ներեք, միթե Քրիստոս իր օրինակով չի ցույց տվել ներեք։ Խաչի վրա որ խաչեցին, վրան վիճակ չկար, ասում է տեսք չկար որ նայենք, ասում է Քրիստոսը ֆրաց հորը ասես խնդրում եմ ներին նրանց, քանի որ չգիտեն ինչ են անում։ Եթե մեր Քրիստոսը խաչի վրա այն ամենացավոտ իրավիճակում իրան այտենց է պահե, միթե մենք իրավունք ունենք այլ ձև պահելու մեզ ընկերներ։ Սրանով ուզում կիսվեի, խոսքս ուղղվում է իրապես իշխանավորներին, ուղղվում է Նիկոլ Փաշինյանին։ Շատ լավ է որ դուք վարչապետ եք, Աստված օրհնի ձեզ, չկա իշխանություն որ Աստծո չի դրված, բայց ամեն դեպքում ասում են ինչ դատով որ դատես, այդ դատով էլ քեզ է դատվելու։ Դրա համար խնդրում եմ պարոն Փաշինյան, ամեն դեպքում ներողամիտ գտնվեք բոլորի նկատմամբ, ով էլ ինչ որ չարություն արել է, ինչ որ սխալ բան արել է, ինչ որ մեղ գործել է, չէ որ մենք էլ ենք անում դրանք։ Ամեն օր, ամեն ժամանակ մենք էլ ենք դա անում, ընկերներ։ Եկեք այն դատով չդատվենք, որով որ մենք կդատվենք ու շատ չարգել։ Սրանով է ուզում կիսվեի ընկերներ։ Ամեն դեպքում համբերություն ու խաղաղություն այդ մարդուն, նորից եմ ասում, ես չեմ արդարացնում։ Դատավորը մեկն է, Աստվածա, որ երկնքում է իր ժամանակին բոլորին դատելու է իր գործերի, իրանց բարի ու չար դրսևորումների համար։ Բայց մեզ տրված այս կյանքում սիրել ու ներելը, ու որը հենց քրիստոնեությունն է, որը հենց քրիստոնյա լինելն է, ու մենք պարտավոր ենք դա անենք։ Ու վայ մեզ որ գիտենալով չանենք, լավ է թե չիմանանք այդ խոսքը ընկերներ։ Սրանով է ուզում կիսվեի ամեն դեպքում այդ մարդուն տանիքին խաղաղություն, համբերություն, միջև այս ամենը անցնի, թող Աստված էլ իրապես միտքը բացի, ապաշխարի մոտենա Աստծուն այս ընթացքում, ավելի ճանաչի Աստծուն, սրանով է ուզում կիսվեի ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։